Հավաքվել են հրապարակ թերթի բարեկամները, լավագույն թերթը ասում են և գովում են, կենացներ են խմում, ավարտում են 2025 թվականը։ Ով վերցնում է իրեն դրա այդպիսի հսկայական հարվածներ։ Ես ասում եմ Ժաննադար այն գլխից, երբ որ թերթնորից լավ, են բան մի արեք, այդքան չափազանցրեք։ Մագագրել էի դրան մամուլի տաղանդավոր քրմուհի։ Շաքեի բաննա։ Ինքը քրմուհի է։ Դեժավյուի զգացում ունեի, ինձ թվում էր, որ հիմա ինչ-որ ասեմ, կրկնելու եմ 2024 թվի վերջի ասածս խոսքերը։ Բայց ամեն դեպքում պիտի ասեմ, էլի, 25 թիվը բարդ տարի էր մեր համար, հա, բոլորս ծանր փորձությունների միջով ենք անցել, լիքը իրոք հարվածներ ենք ստացել, հարվածներ ենք հետ մղել, դատի են տվել, մեր հասցեին 1000 ու մի վայրահաչոց ու բան ենք լսել, մեզ վերագրել են տարբեր դաշտերի ու տարբեր քաղաքական ուժերի, բայց ես ուզում եմ արձանագրենք, որ մենք պատվով ենք անցել այդ բոլոր փորձությունների միջով։ Եթե մարդը մի քիչ խելք ունի, մի քիչ վերլուծելու ունակություն ունի, շատ լավ հասկանում է, որ հրապարակից ավելի ազատ լրատվամիջոց այս Հայաստանում գոյություն չունի, որ մենք գրում ենք այն ինչ որ զգում ենք, մտածում ենք նենց ոնց որ թելադրում է մեր խիղճը, եւ մենք փորձում ենք ծառայել այս երկրին, այս հասարակությանը, այս ժողովրդին։ Ուզում եմ, որ դուք այդ առաքելության գիտակցումով էլ շարունակեք բոլորը ձեր աշխատանքը։ 26 թվականը շատ բարդ տարի է լինելու բոլորիս համար, հա, հիմիկվանից ձեզ տրամադրեք, որ եւ նյարդերը պինդ լինեն, եւ առողջությունը տեղը լինի, քիչ հիվանդանաք, չենթարկվեք տարբեր ճնշումների, տարբեր կողքից ասված խոսքերը ձեր վրա ազդեցություն չունենան, դուք սենց ուղիղ ու հետևողական գնաք ձեր ճանապարհով։ Ասում է շունահաչում է, քարավանը գնում է իր ճանապարհը։ Մենք պիտի մեր աշխատանքը անենք անկախ ամեն ինչից։ Բոլոր այն վայրահաչոցները, սուտ վատ կանխատեսումները, մեր ուղված, բոլոր այն երազանքները, որ ունեն որոշ մարդիկ, որ հրապարակը կարա փակվի, վատ լինի իրավիճակը, դատական պրոցեսներում ունենա ֆինանսական բեռ, կորցնի ընթերցողներ, ես վստահ եմ, որ մատնվելու են անհաջողության։ Այնպես որ երեխեք ջան, բոլորիդ կենացը, բոլորդ միասին, համերաշխ եւ հետեւողական ձեր աշխատանքը պիտի շարունակեք։ Այո, շնորհավոր նոր տարի, Սուրբ Ծնունդ, լավ տարի լինի, կարևոր տարի է լինելու մեր բոլորիս եւ երկրի համար։ Հա, այսօր միջայլոց, այսօր մի հատ հենց լուր ստացանք, որ մի հատ դատական գործ ենք շահել։ Հենց որ շատ լավ համընկավ այսօրվա հետ, նկատի ունեցեք։ Ամեն անգամ թե տարօրինակ չթվա, երբ որ տեսնում եմ, որ մեկ էլ էսա դատի տվերն ա, արաս հայկական դատական համակարգ հրապարակին առանձին ըստ երևույթի բաժին բացած, էլի։ Արմինե ջան, իրականում մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, կարող է էլի տարօրինակ բան ասանք, որտեղ ճշմարտություն ասելը վտանգավոր է, բայց գրողը տանի հետ իշ կայֆ։ Որովհետև ամեն ինչ անցնելու է, բայց վերջում հիշելու են, չէ՞, ով էր լռում, ով էր խաբում եւ ով ինչ էր ասում, խոսքի համար, ձեր խոսքի համար, ձեր արժեքավոր խոսքի համար։ Ես հպարտ եմ եւ ինձ համար մեծ պատիվ է ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ կան մարդիկ, ովքեր չեն վախենում ասել ճշմարտություն։ Ես ոչ թե իրենց ոգեշնչում եմ, իրենք են ինձ ոգեշնչում։ Որովհետև ամեն ինչ անցողիկ է, բայց ի վերջո, երբ որ մեր ապագա ծոռները կկարդան դասագրքերը, ես ուզում եմ միայն մի բան, որ այդ դասագրքերում այն մարդկանց, ովքեր ասում են համոզված են ճշմարտություն, իրանց անունները լինելու են։ Կարևոր է դառնում, թե ով կգրի այդ դասագրքերը։ Ես վստահաբար կարող եմ ասել հայերը կգրեն։ Գիտեք, այնքան են շատ ավելի ուժեղ մարդիկ այս լուսումներ փորձել մեզ կոտրել,
բայց գոյություն ունի հետարքիր մի բան։ Հայերի մեջ սա իրական եմ ասում, մի հատ շո ռելե կա, որը մենք է հոպ միանում է, դու չգիտես ինքը երբ կմիանա։ Եվ այդ ռելեն երբ որ միանում է, ամեն ինչ դնում են մի կողմ, մեկ էլ ամեն ինչ դեպի լավ է փոխվում։ Չեմ ուզում վատ բաներ խոսամ։ Ժորժ ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ, ամեն ինչ լավ լինելը սա ինչ է էլի պաթոսային բան չէ։ Պաթոսային չի, չէ, դա շատ նոր, գոնե ամեն ինչ լավ պետք է լինի։ Չէ, միանշանակ եւ կլինի։ Մաղթում եմ բոլորին 26 թվականին իրենց իղձերի եւ երազանքների կատարում մի հատ կասկած ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության իղձերը ու երազանքները իրար համընկնում են։ Այսենց ասեմ, ինտրիգային։ Շնորհակալ եմ։ Դու ոնց ես։ 2026-ը ինչ տարի է լինելու։ Դժվարի հայկան է պատասխանում հարցին։ Սիրուն աչքերով ես նայում, սիրելի Շաքե, դժվար տարի է լինելու, պետք է համբերատար լինենք, պատրաստ լինենք պայքարել, պատրաստ լինենք ցանկացած դժվարությունների, բայց այդ պայքարի ֆոնին պետք է միշտ հիշել, որ հույսը երբեք չի մեռնում, ոչ թե վերջինն է մեռնում, այլ երբեք չի մեռնում։ Պետք է պայքարի տարի լինի, որը կավարտվի հաղթանակով։ Հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի։ Շնորհակալ եմ։ Տեսնում եք, Հայկան Արագ ասեց իր կարծիքը եւ իր մաղթանքը տվեց եւ գնաց։ Նույն հարցն է ենթադրում եմ։ Հա, բոլորը ինչ պետք է այսօր խոսենք։ 2025-ը ճանապարհում ենք, 2026-ին ինչ հույսեր կապենք 26-ի հետ։ Հա։ 26 թվականը թող լինի խաղաղության տարի։ 26 թվականը թող լինի լավ դրական փոփոխությունների տարի։ Եվ որակապես նոր տարի։ Մենք արդեն հոգնեցինք այս տարիներին, ապրելով այս որակներով, այս ուրեմն հարաբերությունների մեջ մեկս մյուսիս հետ, լինելով նույն ազգի ներկայացուցիչ, լինելով հայ, մեկս մյուսիս, չգիտեմ, թշնամաբար տրամադրված եւ այլն։ Դա թողենք։ Ես զգացի այդ հոգնածությունը, գիտեք, որ ասեցիք, այո, մենք 25 թվականը մեզ ավելի հոգնեցրեց։ Այո, շատ ավելի ու շատ ավելի խոր է։ Եթե հաշվի առնենք նաեւ եկեղեցու դեմ ամեն ինչը որ ձեռնարկվեց ու իրականացվում է, ինչեւ օրս հուսանք կմնա հենց 25 թվականում դրանով կավարտվի եւ 26 թվականը կլինի հենց որակապես նոր տարի, մարդկային որակների նոր տարի, եւ մենք ի վերջո կգտնենք իրար։ Հաջորդներս կգտնենք, մարդիկ կգտնեն իրար։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ներսում շարունակվում է 2026-ի կանխատեսումներն ու 2025 շատ էլ ճիշտ է ասում հոգնած տարին ճանապարհելու հավաքը։ Սամվել ջան, ինչպես ես, այնպես դու այս թիմում նոր մարդիկ ենք։ Ինչպես ես քեզ զգում հրապարակում։ Շատ լավ եմ զգում, հրապարակում իմ հայտնվելը շատ հետաքրքիր պատմություն ունի, շատ սպոնտան ա եղել, զրույցի կատակի արդյունքում, բայց շատ ուրախ եմ, շատ դրական ա օրը կա ստեղ, ազատ աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն կա այստեղ, երևի ամենանորեկն եմ համեմատած մյուսների հետ։ Մենք հավանաբար միաժամանակ ենք եկել։ Ես Չգիտեմ։ Հույս ունեմ երկար, արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն կունենամ հրապարակի հետ ու մի օգուտ գոնե կկարողանամ տալ այս ֆրոնտում։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ավետիստն է խոսում։ Ասեց հա լավ ես արել։ Ասեց երբ արնելու, ասեց այսօր ժամը 10-ին հեքսով է դնելու են, էլի 22 դրողերոյ։ Գիշեր։ Հրապարակի, ինչպես ինքը ասաց, այսպես երթվյալ հավատարիմ ընթերցողներից, պարոն Տեր-Գուրանյանը, հետաքրքիր է, որ հրապարակը առանց ձեզ չէր ամփոփի տարին, անպայման դուք պետք է այստեղ լինեիք, որպես
Լավագույն ընթերցողը ինչպեսի տարի կլինի, եթե այսպես կարճ բնութագրենք 2020 Հրաշալի տարի է լինելու։ լավ տարի կլինի։ Մեր ժողովուրդը համազգային ռեդինով ջնջելու է իշխանություն գոչացյալներին։ Եվ դուրս ենք գալիս համազգային ռեդինով իրի ջնջի տարբերակ չկա, որովհետև քիչ առաջ օրինակ գալիս էի խմբագրություն, տաքսիով եկա, տաքսի վարորդին ասեցի, թե վերջ այսինչ տեղը կանգնի հրապարակ թերթի խմբագրություն ինձ ճանաչեցինք, ինքը որ Ձեզով չի ճանաչում։ հա, ու ասեցի գնում եմ հրապարակ թերթի խմբագրություն, ասեց գիտես, խնդրում եմ բարև դնես իրենց, ես այնքան եմ սիրում և թերթը, այնքան տաքսի վարորդները ամեն ինչ գիտեն։ Առաջ այդպես էր, հիմա շատ երիտասարդ վարորդներ կան էլեկտրական մեքենաների, նրանք շատ բան չգիտեն, բայց հին տաքսի վարորդները նրանք լավ վերլուծաբաններ են։ այնքան էլ հինչ էր, այո, 40-ի մոտ մարդ էր, և երկու երեխա ուներ, ասեցի երրորդը ունենաս քավոր է դնում, ասես խոսք եմ դալիս երրորդ երեխաս ես վերցրեց, որ զանգտայից որ քավոր է դնում, երրորդ երեխան ունենաս Մասնարարություն եք տվել։ ուղղակի, ասեց արդեն տարիք ենք առ, ինչ տարիք է, 40 տարեկան ինչ տարիք է, ասեց, չես ամոչում է, ես 4 երեխա ունեմ, իրավունք ունեմ որ այդ խոսքը։ Վերջը, ինչև է, երրորդ դարի վայզար դարի է, բոլորիս համար, հայրենիքի համար, Արարատի համար։ Եվ ձեր գիրքը տեսանք, որ դուք երդվում եք Արարատի վրա։ Այո, երդվում եմ Արարատի, այդպես է։ Երդվում եք Արարատի։ Շնորհակալություն բան։ Եվ ընդհանրապես սրանից հետո հայ ժողովուրդը մի երդում պիտի ունենա, ոչ թե հորս արև, մորս արև, Արարատի արև պետք է ասել։ Այո, երդվում եմ Արարատով, եթե սուտ խոսեմ։ Սրտություն որպես այո։ Գուրանը աչքին։ Հրապարակի թիմը մեծ չէ, բայց նվիրյալ աշխատակիցներ ունի եւ անում են շատ մեծ աշխատանք։ Եվ ես հիմա մոտենալու եմ լրագրողներին։ Շնորհավոր Ամանոր, սիրելիներ։ Սկսեմ Աննայից, Աննան էլ այս տարի քանի անգամ մարդկանց ասել է ինչու եք ագրեսիվ, ինչու եք ագրեսիվ։ Դու հարցնում ես ինչու եք ագրեսիվ։ Փոխում են իրենց ագրեսիվությունը, թե ավելի են ագրեսիվ։ Ավելի են ագրեսիվ, առում իմ հանգստությունից։ Դու հանգիստ ես։ Այո։ Եվ դժվար տարի էր 25-ը, նոր մի հարցազրույցում ասացին հոգնեցնող, հոգնեցուցիչ տարի էր, բայց 26-ն էլ գոնե առաջին կեսը քեզ համար լինելու է բավականին վազվզեցնող տարի, ինչ կանխատեսում Կանխատեսումները ավելի բուռն տարի է լինելու, քան 25-ն է լինելու, որտեղ 25-ն է եղել, քանի որ ընտրության տարի է, նախընտրական տարի է։ Պատրաստ ես 24 ժամ 7 օր Ֆիզիկապես պատրաստ եմ, հոգեպես փորձում եմ պատրաստվել։ Լուսինեն էլ մեր ակտիվ լրագրողներից, Լուսինե, ես գիտեմ, որ դու չես հոգնում։ Դու միշտ պատրաստ ես։ Չեմ կարող հոգնել։ Արմինեն չտա Օհանյանը։ Արմինեն չի թողում հոգնես։ Մենք հիվանդանալու, հոգնելու, չգիտեմ, տրամադրություն չունենալու, այդպիսի հնարավորություններ չունենք, որովհետև միշտ պիտի աշխատենք։ Դու աշխատասեր ես, ես գիտեմ։ Չէ, ոչ։ Սա գիտես գաղտնիք թող մնա, որովհետև ես կողքից նայում եմ, դու շատ աշխատասեր ես։ Ես ուղղակի շատ արագ աշխատում եմ։ Արագ եւ արդյունավետ։ Լավ տարի լինի։ Արևիկը Գյումրիից։ Գյումրիի համար ամենածանր տարին է, իսկ հիմա բոլորն են համաձայն դրա հետ։ Փորձություններն էլ դեռ առջևում են, բայց հաղթահարելու ենք, լավ կլինի վստահ։ 26-ը ինչպիսի տարի կլինի։ 26-ը բավականին բարդ, ինտրիգային տարի է լինելու։ Պատրաստ եք։ Ես պատրաստ եմ, դու պատրաստ ունեն իշխանության հավակնություններ ունեցողները։
Տեսնենք ով է պատրաստ, տեսնենք ինչ կանեն։ Ինչպիսին կլինի 2026-ը։ Դե 26-ին հույսով սպասում ենք, մի քիչ լավատեսեմ, մի քիչ մեր ժողովրդի վրա հույս ունեմ, որ կարող են ճիշտ ընտրություն կատարեն։ Իհարկե լավ թեկցանցումներ կա եւ Արմինեն վերջի հոդվածը որ գրել էր, այդ միավորման մասին շատ ճիշտ է գրել։ Պետք է միավորվեն մեր լավագույն օրինակ Թաթոյանի եւ Կարապետյանի խումբը միանալ կան ընդդեմ մարդիկ էլի ես միավորման կողմնակից եք ընդդիմության բոլորը պետք է գնան ընտրության անպայման բացակայելը շատ վատ է այդ բոլորը իոպտիկորի կլինի եթե չգնացեն այստեղ հիշողություններ են հնչում մարդիկ հիշում են նախորդ կյանքերում իրենց աշխատանքները եւ իհարկե այդ իմաստով շատ հետաքրքիր է ավետիսի եւ Արմինեի հիշողությունները Ուրեմն սենց ծնում նա սենց էլի հերը սեղանի սենց սեղանակ մեկ էլ եկավ հասավ սենց համջավ ու սաղ ալկենա ծածեցին մի բան է դու ասա դե ես էլ արդեն շատ խմել եմ արա ասի կլնի ես չասեմ չէ մի բան էլ դու ասացես արա աղբեր ասում մի բան ասեմ ստեղ սաղ քո կենացը խմեցին քեզ գովեցին բան արեցին մի բան էլ ես ասեմ դե որ ասում ես ասում ինգեր քյասը սաղ բան են էլի իրականում սաղ էլ դժգոհ եմ որ դու ծնվել ես Այդ որ թվին ա եղել Երևի կամ 2002-ի կամ 2003-ի Իսկ հիշում է ծնու հաջորդ ծնունդներին իսկ հիշում է Այսինքն ինքը հիշում է այդ կենացը Որ բան հասկանում է, քննադատությունը տունում է Հա, երևի, թերևս Դե մարդ մի անգամից չի փչանում աշտանա Չէ, հետո ասում է հրեշն է դա, չէ ձախլնի Համա ինչ քեզ տեսեք որ սենց պուճուր հրեշ կա ու մեկ էլ մտնում ես մեծ հրեշ Այս պուճուր հրեշը հələ մարդ չի ուտում Ինգեր, պետք է մեծանա որ մարդ ուտի Դե փոքր մասշտաբն է չէ, մամուջը, 10-10 հոգի սովերը մամուջը Ապրես Իրվի հնարավոր չէ այս օրերին հավաքվել եւ չհիշել անցյալը, համեմատություններ չանել, հիշողություններ չպատմել Այստեղ հավաքված են հայրենասեր, աշխատասեր մարդիկ Արմինե Օհանյանին հաջողվում է միշտ հավաքել իր շուրջը մարդկանց, ովքեր նույն արժեքներն են կրում եւ նույն նպատակի համար են աշխատում, իսկ այդ նպատակը հզոր, ապահով, արժանապատիվ Հայաստանն է։ Այսպես ես ուզում էի պարզել ով է հատկապես այստեղ գրել, ես սիրում եմ քեզ հրապարակ։ Եվ ով է գրել, երեխեք գիտեք ով է գրել, ես սիրում եմ քեզ հրապարակ, այս գրառում ով է, Ալենը արած կլինի, դու ես գրել Ալեն ջան, չէ, Ալենը, ավելի անտեսանելի աշխատանք է կատարում, ինչպես անընդհատ համակարգչի առջև, ինչ տարի կլինի 2026 Ալեն ջան, կարծում ես ավելի լարված աշխատանքի ժամանակ է լինելու, Հաշվի առնելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ես սպասում եմ ընտրությունները միանշանակ ավելի լարված կլինի։ Լարված կլինի, բայց դու կկարողանաս, դու շատ աշխատասեր ես, քեզ կհաջողվի, Հայկը գնաց, Հայկ, լավ։ Կան մարդիկ, որոնց աշխատանքը անտեսանելի է, բայց առանց նրանց աշխատանքի ոչինչ չի ստացվի։ Ահա, հենց հիմա ինչ է անում մեր Տիգրանը։ Մոնտաժում է, պատրաստում է հաղորդումը, որը սիրով դիտելու ենք։ Տիգրան ջան, այս տարի ավելի դժվար աշխատանք է սպասվում, ավելի լարված պատրաստ ես։ Բնականաբար 7-24 ժամ աշխատում է ինձ թվում է, 7-24 Չէ, մի քիչ ուտես չի, հուսով եմ 6-25 6-23 նոր տարվա օրերն էլ հետո որ հաշվենք կարա տես լինի
Ամեն դեպքում մեր ժողովրդին հանգիստ պահելու, չվահատվելու, 2026-ի ընտրություններին պատրաստ լինելու, մի խոսքով ամեն լավ բանի համար պատրաստ ենք աշխատելու։ Պատրաստ ես աշխատելու եւ այսպես հետաքրքիր հաղորդումներ պատրաստել մեզ համար։ Շնորհակալություն մեր գործին աջակցելու, մեր աշխատանքը ավելի շնորհավոր Տիգրան ջան։ Այո, բոլորին շնորհավոր, առողջ տարի եւ հաջողակ տարի։ Շնորհակալություն։ Տիգրանի ինչ ենք տեսնում, բայց տեսնում ենք նրա աշխատանքը, քանի որ առանց նրա մեր հրապարակ TV-ի նյութերը իրենց տեղում չէին հայտնվի։ Կարող էինք շատ ավելի լավ նշեինք, ոնց որ անում են այլ կոլեկտիվներ, հա, ռեստորաններում, բաներում, սեղանքցեինք, չգիտեմ ինչեր անեինք, հա, պարեինք, երգեինք, ուրախանայինք, բայց ճիշտ ասած նախ այդքան սիրտ ու հավես չկա իրականում, տենց նշելու։ Երկրորդն էլ սենց ոնց որ ավելի ընտանեկան ու սիրուն բան ստացվեց, սենց մեր կոլեկտիվով եւ մեր մի քանի մեր հյուրերով։ Մենք մեծ հույսեր ունենք կապված 26 թվականի հետ, տեսնենք էլի ոնց կարդարացնեն այդ հույսերը թե չէ։ Կարտոֆիլով կարկանդակ։ Տեսնում ես կարկանդակներ ես ուտում ու այտենց նիհար ես։ Ամեն մարդ չունի այտենց բախտ, Զարա ջան։ Դա բախտ չի, դա աշխատանք է։ Դա շաբաթը 3 օր զալում է աշխատանք, մնացած օրերը իրիկունը գիշերները հաշ չտելն է, ոչ մի բան բախտով չի լինի։ Այսինքն միայն նոր տարվա օրերին կարտոֆիլով կարկանդակ։ Չէ, միայն ճիշտ ժամերին կարտոֆիլով կարկանդակ, երեկոյան ժամերին չենք ուտում։ Տեսնում եք, ես սիրում եմ քեզ հրապարակ, ես ուզեցի հասկանալ ով է դա գրել, հատկապես։ Կարո՞ղ դու գիտես։ Ես գիտեմ ով է գրել, իմ աղջիկն է գրել 15 տարեկան։ Աղջիկն է գրել։ Այո։ Մեզ գրել եկել, բոլորիս փոխարեն։ Հա, նկարել էր, կարծեմ, գրել էր ես սիրում եմ քեզ հրապարակ։ Առաջ հրապարակի դիտումները լրագրողների այստեղ գրում էի ամեն ամիս, բայց հիմա արդեն ֆայլով էլեկտրոնային գցում եմ չաթ, դրա կարիքը չկա։ Իսկ գրատախտակը ուղղակի սիրո խոստովանության համար է։ Այո, եւ բոլորի փոխարեն է գրել, որովհետեւ ես զրուցեցի մարդկանց հետ, ընթերցողների հետ, ովքեր էստեղ են հիմա հավատարիմ ընթերցողներից կոլեկտիվի հետ եւ հասկացա, որ բոլորը սիրում են հրապարակը։ Դա դժվար է հրապարակը չսիրել։ Լասա, ո՞նց չսիրել հրապարակը։ Հրապարակը հետաքրքիր լրագրողներ են, հետաքրքիր նյութեր են, կլասնի Արմինե Օհանյանն է, այսինքն ասի միասատես բաներ, բայց հրապարակը իրականում այս միջավայրն է, այս ազատությունն է, այս ինֆորմացիան է, որ մենք ամեն օր 24/7 ռեժիմով տալիս ենք։ Լրագրողներն են ու 38 մարդ հայ համարյա հրապարակի։ Ես նույնպես դա էի ասում, մոտեցա Տիգրանին, մոտեցա Ալենին եւ ասեցի 24/7 այո կամ 25/8 կամ ու ընդ որում մեր աշխատակիցների մեծ մասը նաեւ անփոխարինելի է։ Այսինքն մենք իրավունք չունենք հիվանդանալու, մեր Տիգրանը որ Շինեն ասեց, որ Արմինեն թույլ չի տալիս ոչ հիվանդանալ։ Այո, որտեղ իրականում ոչ թե թույլ չի տալիս, այլ փոխարինող չկա։ Եթե ասենք օպերատոր Արմենը հիվանդացավ, մեր հաղորդումները բոլորը կձախողվեն։ Եթե Տիգրանը մոնտաժ հիվանդացավ, մենք մոնտաժ չենք ունենա, հաղորդումները չեն հրապարակվի։ Ադմինները հիվանդացավ, ենթադրում եմ հեղաշրջում կսկսի, ուրիշ բան չի կարա լինի։ Իսկ լրագրողները որ հիվանդացան, թերթը դոտոր բանի։ Դե լավ է, որ թույլ չեք տալիս հիվանդանալ, օրինակ ով է ուզում հիվանդանալ։ Ոչ ոք չի ուզում։ Եվ ես ուզում եմ ձեր բարեմաղթանքը լսել 2026-ի վերաբերյալ։ Ոչ մեկը թող չի հիվանդանա նախ եւ առաջ, որովհետեւ դժվար տարի է։ Ենթադրում եմ, հա, որ խմբագրությունը միանշանակ ոչ մեկ թող չի հիվանդանա, բայց իրականում բարեմաղթանք այլ է լինելու։ Մեզ դժվար է լինելու, մենք բոլորս այդ գիտենք ինչ ճնշումներ են լինելու, գիտենք ինչ քրեական կարա հետապնդումներ լինեն, կարան քաղաքական հետապնդումներ լինեն։ Ես ուզում եմ, որ եթե անգամ մեր հետ ինչ-որ վտանգավոր վախենալու բաներ տեղի ունենան, մենք բոլորս դրանից չընկճվենք, չհիասթափվենք, այդ բարեբախտանքը մենք այս տարի պայքարելու տարի ենք ունենալու, որ sense հավաքվում ենք, ես գնում ենք հիմա արձակուրդ մի քիչ հանգստանում ենք, հետ են գալիս, ով всё։ Կանդակ ենք ուտում։ Հա, Ես փաստորեն խոսեցի 3 սերունդ Տիկին Վալյայի հետ, Արմինե Օհանյանի հետ եւ Արմինե Օհանյանի դստրիկի հետ։ Ահա։ Եվ Թորնիկի Բայց ընտանեկան բիզնես չի։ Բիզնես ընտանեկան, Ես սիրում եմ քեզ հրապարակ, սա էլ Արմինե Օհանյանի թորնիկն է գրել։ Չկա, էդ է։ Եվ այսպեսին էր մեր այսօրվա
այսպես ասած հավաքը, մենք ճանապարհում ենք 2025-ը, դիմավորում ենք 2026-ը եւ դա լինելու է լավ տարի։ Շնորհակալություն, այստեղ էլի հյուրեր կան, որ կարկանդակ են ուտում։ Ազա Բաբայան։ Այդ նույն կարկանդակն է, թե դու էլ ունեիր, հա։ Նույն կարկանդակն է։ Համե, Այո։ շատ համեղ կարկանդակ։ Ես որպես հյուր եմ հրապարակում նախանձում եմ հրապարակի բոլոր Այդպես լրագրողներին, նախանձես մեզ։ բոլոր աշխատակիցներին, որովհետև Արմինե Օհանյանի պես գլխավոր խմբագիր ունեն, որի գրած յուրաքանչյուր բառի տակ պատրաստ եմ ցանկացած պահի ստորագրել, շատ ժամանակ նույնիսկ երբ որ իսկապես ժամանակ չեմ ունենում ամբողջությամբ գրառումը կարդալու, միանշանակ սրտիկ եմ դնում, որովհետև գիտեմ, որ գրել է այն, ինչ որ ես առավոտյան արթնացել ու մտածել եմ։ Համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, 26 թվականին մենք իսկապես հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը արթնանալու ենք առավոտյան կամ չենք քննելու ու հասկանալու ենք, որ մենք նորից ունենք մեր նորմալ երկիրը, իր բոլոր վատ ու լավ բաներով, բայց մեր նորմալ երկիրը ու Արմինե Օհանյանի եւ հրապարակի ներդրումը դրանում շատ մեծ է լինելու։ Շատ լավ, շնորհակալություն։ Կարկանդակը նկարել եմ։ Շագե, ես գնում եմ։ Վեր կհատնվի, եթե գալիս ես։ Գալիս եմ, գնում ենք հիմա ուրիշ տեղ նոր տարի նշենք։ Գալիս եմ։ Առայժմ մինչև նոր տարի, հաջողություն ձեզ։ Մինչև նոր տարի։